Կարող եմ հարցնել հենց այս ձեր նշած վարչական ռեսուրսի խախտումներով։ Դուք ասացիք, որ հաղորդումներ եք ներկայացրել իրավապահներին, կա որևէ հաղորդում, որը արդեն քրեական գործ է, օրինակ Ադրիանը, Կասկադյանը։ Ներկայացրել ենք 2 հաղորդում 2 համայնքի մասին, մեկը այսօր աստորեն Պարոն Ասյան ասաց, որ ուղարկվեց։ Կենտրոնական թվական եք ուղարկել։ Հաղորդումը ես դեռ չեմ ուղարկել, հաղորդում պետք է ուղարկել։ Բայց այն մյուս հաղորդումը Արտիկ համայնքի մասին շուրջ 10 օր առաջ ուղարկել եմ։ Դատավարական ժամկետը առավել ունի 2 օր պետք է լիներ, ես դեռ պատասխան չեմ ստացել։ Ընթացքից եւ նույնը Թալինի դեպքերում մենք չենք ներկայացրել, այլ ուժեր ներկայացրել եւ էլի ասում են, որ բարեգործությունը նորմալ է եւ խնդիր չկա։ Միևնույն ժամանակ մենք տեսել ենք երկաթի ստանդարտների կիրառումը նույն բարեգործության արգելքի վերաբերյալ։ Օրինակ, Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի ներկայացուցիչը ձերբակալվեց համարյա կալանքի երկնում, որովհետև ինչ-որ տատիկի խոստում էր տվել կամ այդպես էին ներկայացնում հեռուստացույցն նվերելու։ Բայց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը նվերը արգելքի ժամանակահատվածում տալիս է, դա նկարում է որպես քարոզչական նյութեր տարածվում է, իրեն ոչ մի բան։ Սա էլի երկրորդ անգամ գալիս է ցույց տալու իրավապահների ակնհայտ քաղաքականացված մասնակցությունն ընտրական գործընթացներին։ Ուզում նաև մի փոքր այստեղ դրացում կատարել են մասով, որ իսկապես օպերատիվ արձագանքումներ մենք ունենք, այսինքն մեր համակարգը իրավական ուղեկցման արձանագրում է բոլոր նահանգները, որ մենք ստանում ենք, ասեմ նաև վստահություն նաև ընտրողներին, որ հարգելի ընտրողներ նաև գործադրում ենք այնպիսի համակարգեր, այդ ու նաև ծրագրային ապահովման, որ արձանագրում է ավտոմատ բոլոր տեսանելի կամ անտեսանելի խախտումները եւ մենք ունենալու ենք հնարավորություն բոլոր այն մարդկանց, ովքեր որ չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը, արձանագրել եւ պատասխանատվության կանչել, պատասխանատվության ենթարկել իշխանափոխությունից անմիջապես հետո, որովհետեւ այսօրվա իրավապահ մարմինները ուղղակի կոծկում են, անտեսում են, արհամարում են արձանագրված իրավախախտումները։ Դրա վառ օրինակն է, տեսնում եք, ասենք տեսանյութերով, ինչպես է Նիկոլ Փաշինյանը մարդկանց վրա ուղղակի հարձակվում, խուլիգանություն կատարում, կրոջ ձեռքից է բռնում քաշ քշում, դու չգիտես ինչ արտահայտություններ է անում եւ իրավապահ մարմինները զրո արձագանք։ Այս ամենը վերջանալու է։ Եվ վերջանալու լավագույն օրը ամսի 7-ն է։ Ամսի 7-ին քվեարկելով, մերժելով այս ռեժիմին, Նիկոլի ռեժիմին, մենք ունենալու ենք արդարադատություն, մենք ունենալու ենք ժողովրդավարական երկիր, մենք ունենալու ենք մարդու հիմնարար իրավունքների հարգում, այլ ոչ թե մարդուն տանում են պլակատ պոկելու համար քրեակատարողական հիմնարկ կատարելով հանցագործություն եւ այդ մարդը մեռնում է այդ հիմնարկում։ Սա այս ամենին պատասխան տան այս իշխանությունները։ Եվ նորից եմ կրկնում, մենք բոլոր օրինական գործողությունները, համակարգերը ստեղծել ենք, որպեսզի այս բոլոր խախտումների արձանագրման հիման վրա պատասխանատվության կանչենք դրանք խախտողների։ Իդեպ պարոն Խուդյանը ասեց, մենք ստացել ենք լուրջ մտահոգություններ նաև հնարավոր, այսպես ասած, կարուսելային քվեարկությունների վերաբերյալ, հատկապես իշխանական ռեսուրսների մասով, ոստիկանություն, ուժային կառույցներ եւ գրություն ենք հասցեագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ պահանջել ենք կամ ակնկալում ենք, որպեսզի մինչեւ վաղը մեզ տրամադրեն տեղեկություններ բոլոր այն ոստիկանների, փրկարար ծառայության աշխատակիցների, ուժային կառույցների աշխատակիցների կողմից վերաբերյալ ոչ անվանական, այլ քանակային, որ տեղամասերում որքան անձ է քվեարկելու։ Ես սա ուզում եմ նաև հրապարակային ասել, որովհետև այս մտահոգությունը հանրության կողմից գալիս է, հատկապես ոստիկանության մասով, որ կարող են նրանք այսպես կոչված ծառայություն իրականացում անվան տակ շրջեն տարբեր տեղամասեր եւ քվեարկություններ իրականացնել։ Սա գուցե մտահոգություն է ենթադրության մակարդակով, այո, գուցե
ենթադրություններ են կամ մտահոգություններ են, որոնք որ հանրության կողմից գալիս են, եւ որպեսզի մենք կարողանանք նաեւ այս ուղղությամբ իրականացնել կոնկրետ վերահսկողական աշխատանքներ, հորդորում ենք նաեւ մեր քաղաքացիներին, որպեսզի ուշադիր լինեն եւ ահազանգել տվյալներ տան մեզ, եթե որևէ իրենց ծանոթ կամ հանրացանոթ անձ մի քանի անգամ է քվեարկելու անպայման ահազանգել։ Եվ նաեւ ծառայության, այսպես հատուկ ծառայության այլ ստորաբաժանումներ, որոնք կարող է ենթադրաբար ներգրավեն այս process-ի մեջ։ Մենք կարող ենք միասին եւ դա մեր կարգախոսն է, ու այսօր էլ առարկայական կարող է ինձ դառնալ օրինակ, գործադրվող օրինակ։ Միասին կարող ենք վերահսկել այս ապօրինությունները եւ այս իշխանության մերժողների իրական թիվը արտացոլված տեսնել ընտրական տեղամասերում, ինչը նշանակում է, որ մենք օգոստոսի 2-ից հետո, երբ որ ավարտվում է ազգային ժողովի ժամկետը, ունենալու ենք նոր իշխանություն, որակյալ իշխանություն։ Նոր տեխնոլոգիաները արգելի գործընկերներ մեզ թույլ են տալու ի տարբերություն նախորդ ընտրությունների աշխատել մեծ տարալի ինֆորմացիայի հետ, այդ ընտրողների մատյանների, տարբեր ընտրական ցուցանիշների հետ եւ նմանատիպ խախտումները գոնե թե այս ընտրություններին հնարավոր չի մնան անհետևանք։ Դրա համար բոլոր են վարչական մարմինների ղեկավարներին, համայնքի ղեկավարներին, պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցներին, ովքեր հատակված են այս ընտրական խախտումների մեջ, հորդորում ենք եւ իրավական խորհրդատվություն տալիս։ Դուք կատարում եք հանցագործություն։ Ընդ որում շատ հաճախ այս հանցագործությունները ուղղված չեն մեկ անձի դեմ, ուղղված են տարբեր խմբերի գործողությունների դեմ։ Նկատի ունեցեք նաև այն, որ յուրաքանչյուր անձի ցուցմունք, որ իրեն խոչընդոտել են ինչ-որ եղանակով մասնակցել ընտրությունների, առանձին հոդված է։ Եվ այն ինտենսիվությունը, որ մենք տեսնում ենք առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, մասսայաբար փորձել ընտրողներին հետ պահել քվեարկության process-ից, կարող է հարյուրավոր հոդվածներ շարունակեն այդ պաշտոնատար անձին եւ դատապարտվեն ընդհանուր գումարային 25 տարվա ազատազրկման։ Բոլորի տվյալները ֆիքսվում են, արձանագրվում են փաստաթղթավորված տեսագրություններով եւ այս հարցը իհարկե չենք քննարկել պարոն Մինասյանի հետ, բայց քանի որ Հայաստան դաշինքի ծրագրի համաներում հայտարարելու բանը, գուցե իմաստ ունի համաներման տիրույթից դուրս թողնել նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական հանցագործություններ կատարած անձանց։ Ես մի բան էլ ասեմ, իդեպ Հայաստան կուսակցությունների դաշինքը մենք մեր մասով եմ ասում, ցուցադրել է բացառիկ իրավահպատակ վարքագիծ։ Այս քարոզչության ընթացքում բոլոր տեղերում, որտեղ մենք նախընտրական քարոզություն ենք գնացել, նախապես իրազեկումներ ենք իրականացրել։ Համայնքների ղեկավարների ստորենքի, որոնք պարտավոր են նաև ոստիկանությանը տեղեկացնել։ Արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ոստիկանները հատուկ չեն եկել այդ հավաքին, բայց հայտնվել են սադրիչներ։ Եվ մեր կարգադրիչները կարողացել են զսպել այդ սադրիչներին առանց որևէ վնաս, այսպես ասած, առողջությանը պատճառելու։ Ես սա ինչու եմ արձանագրում, որովհետև ոստիկանության այս վարքագիծը հետո դարձավ նաև իմ որպես դաշինքի լիազոր ներկայացուցիչի բողոքի առիթ ոստիկանությանը, ներքին գործերի նախարարությունից կապնվեցին մեր հետ, թե մենք ուշադիր կլինենք եւ այլն, բայց մենք երկու դրվագով արձանագրել էինք, որ թե Թալինում, ինչպես պարոն Խուդերյանը արտարացիորեն անդրադարձավ այնտեղ, այնպես նաև Արմավիրում սադրիչներ, որոնք գործողվում էին ակնհայտորեն ՔՊ-ի կողմից, նպատակ ունեին հունից հանելու մեր ներկայացուցիչներին, բայց մենք քանի որ վստահ ենք մեր ուժերի վրա, մեր
իրավապատակ վարկագիծը համարում ենք գերագույն գլխավոր նպատակ, այսինքն առաջնորդվել օրինականության, հանրային բարոյականության նորմերով, կարողացանք զսպել այս ամենը։ Ու ինչ է մեզ միտքը ասում, որովհետև այս իրավապատակ վարկագիծը եւ օրինական լինելու վարկագիծը շարունակվելու է նաեւ հունիսի 7-ից հետո, երբ որ իշխանության չեն լինի ներկա ռեժիմը եւ իշխանության կլինենք նաեւ մենք Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, ընտրեք Հայաստանը։